Ես 3 տարվա հավատացյալ եմ, 3 տարի գնում էի, ավետարանչություն էի անում, բայց տղես մահացավ, ես էլի շարունակեցի այդ վիճակը, չթողեցի, Տիրոջ հավատարիմ մնացի, բայց երկինք նայել չգիտեմ, գնում էի կողքի գյուղ, Գերեզմանոցը ճանապարհի վրա էր, կողքի գյուղ, պաշտամունք էր հասկացնում, հետ գալուց տղայիս ալբոմը մեջ գրպանումս միշտ դրած էր, թեքում էի ճանապարհը, գնում էի Գերեզմանոց, նստում ալբոմս բացում, ողբում ժամերով, ծալում դնում ջեբս, գալիս էի կարոտս, չէի մխթարում, մխթարություն չկար, այդպես անցավ մի ընթացք ժողովուրդ ջան, եկա Երևան մեր քույրիկներին տեսակցություն, քույրիկներ կային ուսանոց, որոնց հետ շփվում էի կապ կար, քույրիկներից մեկը մի սենց պատմություն պատմեց, իմացա, որ տեսա ապտենցոն չսափրված, հələ 40 կասածը միշտ գյուղում պահում են, էլի, որ գոնե 40 օր ասնին օր թանա, Այդ վիճակով քույրիկը տեսավ ինչ ա եղել, ասես բան իրանք էլ մի քիչ վշտացան, լացեցին իմ հետ։ Հետո պատմեց քույրիկներից մեկ այսպիսի մի պատմություն, ասեց մի ընտանիքում երեխան մահանում է։ Իմ ընտանիքի պատմությունը ոնց որ ասել։ Ես որ ասում եմ նույն վիճակը, ես հավատարիմ մնացի այդ վաղ տիրոջը, կինս որ գալիս է մեկ պաշտամունքի լրի հրաժարվեց, էլ չէր գալիս։ Ասում էր, որ ասված կարես ինչ եղա, թողի մեր երեխուն բերի։ Դենց էր ասում կինս։ Դե 5 տարեկան, 5 տարի պահես, մեծացնես երեխուդ, արդեն ամենալավ սիրելու ժամանակն ամեկ էլ չկր դրա։ Այդպես ժողովուրդ ջան, ասեց մի ընտանիքում երեխան մահանում է, իրանցը 6 տարեկան երեխա, իմը 5 տարեկան։ Ամուսինը հավատարիմ մնում է տիրոջը, կինը ապստամբում է եւ շատ ահավոր ապստամբում է տիրոջ դեմ, որ տարավ է։ Եվ ինքը ամուսինը միշտ ասում է, դե սիրելիս, հիմա ինչ անենք, տեղը եղել է, Տերը տարավ, Տերը տվեց, Տերը տարավ, հավատարիմ մնանք տիրոջը։ Ասում է, ոչ մի դեպքում, ես չեմ ուզում այդ Աստծուն լսեմ, որ իմ միտիկա երեխուն իմ գրտից ծոցից խալես տարավ, ես չեմ ուզում այդ Աստծուն լսեմ։ Եղբայրը խնդրում ասում է, եղբայրներ, ես որ ասում եմ ինձ չի լսում, որ դուք գաք, կարող է ձեզանից ամաչի լսի, եկեք գնանք մի քիչ հորձորեք, էլի կնոջս։ Այս կինը պատանիստերում է, որ եղբայրներն են գալի ամուսնու հետ, ասում է սրանք եկել են, որ ինձի խոսան, գնում է, մտնում է ննջարան, դուռը ներսից փակում է։ Ամուսինը որ գալիս, սիրելիս էլի եղբայրներին գոնե սուրճ կտաս, ասում է թող շատ կոպիտ ասում, թող գնան, ես չեմ ուզում իրանց երեսը տեսնեմ, ես չեմ ուզում իրանց լսել, թող գնան, ժողովուրդ ջան, բան չի մնում եղբայրներին անելու, մենակ աղոթք անելու, երբ որ աղոթք են անում սրտանց, ջիգարով, Տերը այցելում է սենյակի մեջ այս քույրիկի, անունը տալիս է, ինքն էլ երեսի վայրս է բաներ անկողնու վրան կաց լացելուց արինում է բայ, երբ որ շուրը գալիս տեսնում Հիսուսը կանգնած և իրա զավակ լիստի կողքը, հալելույա, աշկերին չհավատալով, ասում է Տեր, եթե իրականություն է, թույլ տուր գրկեմ է Տերև, կամ անց բոտում է, գնում առաջ երեխեն, փաթաթում է մորը, մենակ ասում է ման, ինձ համար մի լաց, ես լավ Տեր եմ, մի լաց իմ համար, ես պատմությունը, որ լսեցի ժողովուրդ ջան, եկել եմ, արդեն վերադարձել եմ տուն, դրանից առաջ, այն անմխիթար ժամանակներս, իսկ որ իրիկուները պաշտամունքներից կամ այցելություններից տուն էի գնում ուրիշներին մխիթարելու, ես մխիթարություն չունեմ, գալիս եմ ճանապարհին, մտածում եմ ես գնամ, Տերևս տունը չնի, ու ցած երկու ձեռով իշխան ուժ ունեի թափում էի գլխից, սրտի ցավի ժողովուրդ, շատ դաժան է ցավ, ինձի այն ամենամտերիմ հարազատ կորցրած մարդը կհասկանա, երեխու տետած տունը չնի, Վերը, մերը, իրանք, չգիտեմ, այդ ցավը չեն է, չի էր ինչքան երեխն, զավակը ջիգյալ ուրիշ բան։
Այդպես ամեն անգամ, երբ որ տուն էի գալիս, նայում էի երկինք, սիրտս մխկտում էր ու ձեռքս խփում էր դեմքս, երեխեստու մեջ, գնում երեխեստու մեջ։ Երբ որ պարտում եք քնելիքը գալիս մտնում էր իմ ծոցը, մի քիչ սիրում էի, ինքն ինձ էր սիրում նոր, հետո գնում էր ապտեղերը պարտելու։ Հիմա այդ վիճակը չկար արդեն։ Ժողովուրդ ջան, երբ որ ես այդ պատմությունը լսել եմ, եկել եմ զարմանալ իրավիճակ, էլի։ Սես գալիս եմ տուն, նայում եմ երկին քոքից ցանցում, ասում եմ Հիսուս ջան, զավակս քո մոտ, ալելույա։ Ես չէի տխրում արդեն։ Մի երևակայելի մխիթարություն էր իջել։ Մի երևակայելի իրավիճակ էր, ժողովուրդ։ Այդպիսի բան չկա։ Այդպես մի հրաշք տեղ ունեցավ իմ կյանքում։ Նայում եմ երկինք արդեն, ասում եմ Հիսուս ջան, զավակս ատեղ ա, քո մոտ ա։ Ու որ գնում եմ գերեզմանոց, էլ ինչ ալբոմ, ինչ գերեզմանոց, նայում եմ մոտար այդ հողաթումբը։ Ոնց անիմը չլինի, լացս չի գալիս։ Նայում եմ երկինք, ասում եմ Հիսուս ջան, զավակս ատեղ ա։ Մխիթարություն է գալու։ Տեր ենք սովորեցրեց, որ ես երկինք նայեմ ժողովուրդ։ Երկինք նայեմ սովորեցին։